Բարի ողջություն եմ ցանկանում իմ ազգին, այս ուշ ժամին էֆիր մտա, որ խոսքս ասեմ, քանի որ չեմ կարա չասեմ, չեմ կարա չարտահայտվեմ, քանի որ այդ իմ կողմից արդեն կլինի արդեն դավաճանություն այն մարդկանց հանդեպ, ովքեր որ իմ կոչին միացան, իմ պահանջին միացան, այսինքն իմ ասելով, ներողություն եմ խնդրում, իմ չէ, այլ մեր ծնողների պահանջին միացան ու ձայն բարձրացրեցին, որ ժամանակը եկել է և իրանք պարտավոր են քննիչ հանձնաժողովի նյութերը եզրակացությունը հրապարակեն, ովքեր տեղյակ չեմ, ասենց արագի մեջ ասեմ, անցած տարվա դեկտեմբերի 25-ից Լույսի ճրագ և արդարության իրավունք հասարակական կազմակերպությունների ղեկավարների անունից և 927 հոգի քաղաքացու ստորագրությունով դիմում ուղարկվեց ազգային ժողով, որ պահանջով, որ հանրայնացնեն քննիչ հանձնաժողովի նյութերը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը։ Պատասխանը գրավոր կերպով ստացանք, մերժում ստացանք իհարկե, որից հետո արդեն հասկանալով, որ մենք մեր ցավոք սրտի քիչ ուժերով ծնողների մասին խոսքը էդի մի քիչ դժվար կլինի, ես կոչ արեցի բոլորին, անխտիր բոլորին, նախկին, ներկա և ապագա բոլորին, որ սենց պահանջ ենք բարձրացրել, սենց պահանջ ենք ներկայացրել և բոլոր օրենքի բոլոր տարերով իրանք պարտավոր են մեզ ամեն ինչը էդի ներկայացնելու թափանցիկ ձևով։ Բայց տեսակ ինչ է լավ, այսինքն այսօրվա դեպքին մի հատ սենց անդրադառնամ, անպայման պետք է անդրադառնամ, քանի որ այս ամեն ինչը հենց տեղի ունեցավ այդ արդեն ինձի բերեց այն համոզմունքի, որ էսի պետության իշխանության կողմից էլի հերթական պլանավորված քայլն է, որ փորձեն վիժեցնել այս պահանջի ներկայացնողների այս շարժումը, ասենց ասեմ։ Մի երկու օր առաջ Միքային ձերբակալեցին, հետո ճիշտ է թողեցին, այսօր Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ մարդը կանգնած իր աղոթքն անում, մեկ էլ ալեհոպ գալիս է ամենայն հայոց վարչապետը։ Ասենք գալի ու հասնում է Գևորգին, հետո միջադեպ, մարդը ոչ շատ լավ ճանաչելով Գևորգին, շատ լավ իմանալով իր ինքնատիրապետում ու իր գաղափարը, մարդը փորձում է ամեն ինչը, որը կատարվում է պատարագի ժամանակ, այդ ծիսակատարության ժամանակ, ասենք գոնե արդատեսնի, որտեղ տենում եք աղմուկ, աղաղակ, արդեն դառնում է մի հատ խայտարակություն։ Ու մեկ էլ հոպ, ցերեկով իմանում են Գևորգին ձերբակալել են։ Ինչի եք ձերբակալել, այդ մարդն ինչ արեց էր։ Ու նենց մի հատ անհեթեթ մեղադրանք, որ շոկ ես ուղղակի ապրում, որ հասկանում ես ինչ ես խոսում, вообще ինչ եք ասում դուք։ Յակոբիդ ամեն ինչը Գևորգն է կազմակերպել։ Հասկացանք էլի, ասենք գիտեք ոնց ամեն ինչին էլ չափ ու սահման կա, բայց ասենք այս տիպի կլյաուզնի օրս արել դուք վերջն եք էլի սենց։ Հիմա այս պահի դրությամբ Գևորգը ԿՊԶ-ում է, տենանք լույսը բացվի բարին էլ հետո տեսնանք ինչ անում, բայց ինչ եմ ուզում սրանով ասեմ, նայեք, այն մարդիկ, ովքեր հենց ի սկզբանե միացան այս իմ կոչին, մեր կոչին, ծնողներ ջան, հիմա փորձում են սենց բաներ անել, մնացածին էլ մեսեջ անել,
այն ովքեր որ դեռ չեն միացել, բայց ես համոզված եմ կմիանան, ուրեմն մեսեջ են արել, որ նայեք, էլի հանկարծակի դուք էլ հենց միացաք, ձեր հետից ես մի հատ բան կլինի, սենց հետաքրքիր պատմություն կլինի։ Ինձ տալիս է էլի իրավունք է թիմը տացելու, որտեղ արդեն ճոտը իրար շատ շուշուտ բան սենց եղավ վրա զուգադիպեց էսի, զուգադիպություն չի կարա լինել, իմ տենց 2 օրվա ռազնիցով, ասենք ես շարժումի այն առաջնագծում կայնած տղեկին, ասենք սենց տանել, սենց բաներով, շոուներով, մոուներով, շում սենց զիշով եժան շոու է։ Հիմա խոսքս ուզում եմ ուղեմ էլի մեր ծնողներին, զոհվածների, առավել ևս շեշտում եմ զոհվածների հարազատներին։ Դուք հասկանում եք, չէ, որ արդեն այս պահանջը դառնում է այս սրանց համար կուլ չգնացող ոսկոր։ Այսինքն փորձում են ամեն ինչ անել, որ էսի չհանգարցակի թափ չառնի, ալիք չբարձրանա։ Եթե ալիք բարձրացավ, հաստատ տակից դուրս չեն գալու, ստիպված են լինելու, ստիպված այդ ամեն ինչը ներկայացնելու, իսկ մենք էդի հասկանում ենք ինչ կլինի, եթե որ արդեն էլ լավ, ընդ շատ գլուխներ է թռնելու, էլի սենց փոխաբերական իմաստով։ Ու էսի պետք է ձեզի սենց ազդակ լինի, որ ծնողներ, որ սենց լռելն էլ է դավաճանություն, չխոսելն էլ է դավաճանություն։ Տեսեք, մենք ասում ենք արդարություն ենք պահանջում, դավաճաներին պատժել ենք պահանջում, բայց նորից եմ կրկնում, ցավները տանեմ, լուր մնալն էլ է դավաճանություն։ Դուք ու պահանջը հստակ է բոլորի համար, ես առանց տարբերության, առանց որևէ մի տարբերության, ասում եմ, բոլորը պետք է այդ պահանջին միանան, քանի որ դա հենց ճշմարտության պահանջն է։ Մենք այլ պահանջ, երկրորդ պահանջ չունենք։ Քաղաքական ուժերին չենք սատարում, չենք կանգնում իրանց կողք, հակառակ ասում եմ, եկեք բոլոր քաղաքական ուժերը, ովքեր որ համոզված են, գիտեն, վստահ են, որ իրանք մաքուր են, անբիծ են, այսինքն այդ քնիչ հանձնաժողովի նյութերը հասանելի հանրության համար հասանելի դեպքում հասանելիություն ստանալու դեպքում իրանք չեն տուժվի, այդ բոլորը պետք է միանան այդ սաղ, ու էդի կլինի հենց այն ալիքը, որ իրանք չեն կարա դիմակայեն, ստիպված, իսկ հիմա ով որ խոչընդոտի, փորձի տարբեր ճանապարհներով այս ամեն ինչը վիժեցնի, էդի արդեն ակնհայտ ցույց է տալի, որ այդ մարդիկ չեն ուզում, որ այդ ամեն ինչը բացահայտվի, քանի որ բացահայտվելու դեպքում ասում եմ ինչ կլինի, բոլորի համար պարզ, հստակ կլինի, ճիշտ է, սենց որ եկալես ճիշտ օրենքով, մաքուր օրենքի տառով, ամենայն հայոց վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն բազմիցս անգամ հրապարակային ընդունեց, ինքը կարելի ասել հայտարարեց, ինքնախոստովանություններ արեց, որ այո, ես կատարել եմ այս հանցագործությունը, սենց բառացի չասեց, բայց դե իր ասած տեքստը բերեց դրան։ Մեկ ասեց, որ մենք ունենայինք այս նույն վիճակը իհարկե առանց զոհերի, այսինքն կար տարբերակ զոհեր չտալու, բայց նախընտրվեց զոհերով տարբերակը։ Հետո տեսնում եմ, որ այդ ասացից հետո իրան ոչ մեկ չի գալի, սպրոշ չի անում, սենց մարսում է եթում, ասում է դե սպասի մի հատ էլ հիմա կասեմ, հա, ես գիտակցված զոհել եմ ձեր զավակներին, անունն չի ուզում ես, դու ումն ես հարցրը, ով է քեզ դրա իրավունքը տվել,
որ դու տանես 18-20 տարեկան առուս տղեկին դնես զոհասեղանին քո նպատակներիդ համար, թե քո նպատակներն էլ հələ ինչա, էդ մեծ հարցական է։ Դու ասում ես իմ նպատակները բարի է, ես ուզում եմ այս երկիրը լավի, բայց դա հարցական է, մեծ սենց հարցական է։ Թե իրոք դա բարի է, թե կարող է այս եթե ազգի համար լինի կործանարար քո պատկերացրած բարին։ Ծնողներ ջան, համախմբվելու ժամանակն է, մենք արդեն շատ ուշացել ենք, բայց էլին երբեք ուշ չի։ Բոլոր են տարբեր խմբերի բաժանված ծնողները թող բոլորն էլ համախմբվեն, քանի որ այս գործողությունները մեր ուղղակի հիմա ոնց որ մի պերեկուր չէր, այսպես խառնվանք տղեկով, բայց հեսա նորից դա շարունակվելու է, հեսա երկու շաբաթից նորից քարորիա է ելնելու։ Այդ պահանջը հետ չի գալու, մինչև մենք դրա պատասխանը չստանանք։ Ու կրկնում եմ, այն գործողությունները, որոնք որ կատարվել են Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում, այն պետական չինովնիկների դավաճանական գործողությունները, որոնք որ կատարվել են այդ շրջանում, որոնք բերել են անդառնալի կորուստների, դա գաղտնիացման ենթակա չի, դա հենց ձեր օրենքով։ Ուրեմն պարտավոր եք սաղ հստակ մեզ ներկայացնելու։ Ու նորից եմ կոչ անում բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են իմանալ, ում համար որ թանկ է ճշմարտությունը, ամենից առավել թանկ է ճշմարտությունը, թող միանան, բոլորին եմ նորից եմ ասում, միացեք առանց ինչ-որ մտավախությունների, թե կարող է այսօրվա իշխանությունները ձեր հետ էդի տենց ինչ-որ վարվեն, ոնց որ տղեկի հետ։ Բայց եթե դրա առաջնագծում կանգնած ծնողների քանակը շատ անգամ գերազանցի մնացած մարդկանց քանակից, հավատացեք ծնողներ, այն վաղ իրանք ոչ մեկին էլ չեն կարող անկպնել։ Չեն կարող կպնեն, որտեղ մենք կլինենք այնքան, որ մենք պետք է լինենք ու մեր պահանջը հստակ դրվի ու մենք ստանանք այդ պահանջը։ Կարծում եմ գոնե այս անգամ ըմբռնումով ընկալելով այս ամեն ինչը, եթե չեմ սխալվում, հաջորդ քարորիան լինելու է ապրիլի 14-ից, եթե չեմ սխալվում, բայց դա մի հատ հաստատ կճշտեմ, նոր կասեմ։ Այդ օրվանից հաջորդ քարորիայից սկսված նորից լինելու ենք ազգային ժողովի մոտ նորից նույն պահանջով։ Տեսեք ինչքան ժամանակ առաջ եմ ասում։ Այսքան ժամանակ ունեն նաև մտածելու են քաղաքական կուսակցությունները, ովքեր որ կմիանան այս պահանջին, բայց առանց կրկնում եմ նորից ու նորից, առանց քաղաքական դիվիդենտների նպատակներ հետապնդելով, կգաք այն մարդիկ, ովքեր որ գալիս են այս պահանջին միայն միանալու ու ոչ այլ ուրիշ պահանջ ներկայացնելու։ Մենք քաղաքականությունը ձեր պահեք ձեզի, մեզ տվեք ճշմարտություն, մեզ տվեք արդարություն, հետո գնացեք ձեր քաղաքականությունը արեք։ Բայց եթե դուք ճիշտ քաղաքական գործիչներ եք, ուզում եք գաք մտնեք մի տուն, որտեղ որ պետք է դիրություն անեք, սովորաբար առաջի հերթին այդ տունը մի հատ մաքրում են, կեղտից փոշուց։ Ուրեմն մի հատ առաջի հերթին արեք մի հատ այս երկիրը կեղտից փոշուց մաքրեք,
Նոր հետո գնացեք զբաղվեք ձեր քաղաքականությունով, այն վաղտ կերև արդեն ով է, այս մարդիկ էլ կտենան ով է, ով էր արդար, ով էր սխալ, հիմա ով արդար է պտի այքարի հենց ճշմարտության համար, մաքուր ձևով, ճշմարիտ ձևով, առանց ինչ-որ ասում եմ, քաղաքական դիվիդենդներ շահելու նպատակի, չէ, արդար, մաքուր, ճշմարիտ ձևով, ով էլ չի միանա, Աստված իրանց հետ, ամենատես մարդկանց համար պարզ կլինի, ով է, ու վաղը մյուսօր ով է արժան մտնի այդ տուն, բայց կրկնում եմ, ուզում եք մտնեք տունը, տիրություն անեք, մաքրեք առաջինը այդ տունը, հետո նոր գնացեք ինչ ուզում եք արեք։ Ծնողներ ջան, սթափվեք, սովորություն ունեք, չասենք այն ծնողներին, ովքեր որ ուրացան, ծախվան, փոխանակեցին իրանց բանեքի արունը, սաղըտել տարբեր ձևերով արձագանքում եք, հաստատ ոչ դրական, տենց մարդկանց, բայց ասում եմ էլի, հավատացեք, լռությունն է դավաճանություն, արեք, մի դրեք, որ հանրության մոտ չստացվի այդ կարծիքը, որ էլի էսիա խոսում էլի ինգավ մեջտեղ, էլի փող, էլի բան, ով էդի ասումը, պարզ արդեն երևում է, որ ում վերահանգով եք են ֆաս հրամանով հարցակվում, ձեր գործնադրամար փող եք ստանում ֆաս, բայց ոնց ասեմ, էլի ծխավները տանեմ, որ դուք էլ հելեք ձեր դեմքով խոսացեք, հելեք ձեր էֆիրով, ձեր վիդեոյով, ձեր ամեն ինչով խոսացեք, ասեք, արա, ես էլ եմ, եսի շմարտն եմ, ես ես պահանջն եմ ներկայացնում, ես արդարություն եմ պահանջում, Համատ հետաքրքիր կոմենտ գրեցին, հիմա ոչ մեկ չի գա, սա պատրաստում են ընտրությունների երեսին, համատացին դավաճանում, հենց այդ եմ ասում, էլի դեմ ընտրությունների, որ այս ամեն ինչը բացահայտվեն, արդեն ընտրություն գնացողների համար էլ հեշտ կլինի, դաշտը ահագին կմաքրվի դավաճաններից, կարգին, բոլ կմաքրվի, բաղորենք պտի գոյություն ունը, եթե դավաճանա, ուրեմն պետքա պատժվի, տեսեք ինչ թափովի մեջ մի հատ ոնց ձերը քաղաքական այդ ասպարեզի մեջից մոլախոտը կհելնի, մաքուր արդար կեթակ ինչ չեք ուզում, մաքուր տուն կմտնեք, էդ եմ առաջարկում, վատ բան չեմ առաջարկում, վատ բան չեմ առաջարկում, ճիշտն եմ առաջարկում, տենց արեք, սաղի թմար էլ տոշնի կլինի, բա ոնց, ով որ մաքուր է, բայց ով որ չէ, դե արդեն նանետ իսպրոս ունետ, լավ մնացեք ժողովուրդ ջան, այն ուժերը ովքեր որ ունեին ցանկություն այս իմ կոչին միանալու, խնդրում եմ հանգարց այս իրավիճակից ելնելով, հանգարց չընկճվեք, ոչ մեկս էլ վախնալու ու զադնի դնելու չունենք, պահանջներս արդար է ու ճշմարիտ, եթե արդար է ու ճշմարիտ, ուրեմն մինչև վերջ եթալու ենք, ծնողներին առավել ևս, խնդրում եմ, միացեք իրար սաղովի, ու կտենցնակ, իշքան մեծ արդյունքի կհասնեք, հավատացնում եմ ձեզ, եթե միանակ սաղովի իրար, ստեղծենք են մեր նախկին իրական ուժը, որը որ մենք են վաղտ ունեինք, Հետի կարա կրկնապատկվել, քառապատկվել, մի լռեք, ուղղակի մի լռեք, մի դավաճանեք,
ձեր երեխեքին մի դավաճանեք, իրանք մեզի ոչ մեկից չեն դավաճանել, իրանք առուցկրվել են, որ մենք այսօր ապրենք, շնչենք, ուտենք, ապրենք, բայց չուրանանք, արեք ոչ մեկս չուրանանք, այդ տղեկը արժանի չեն ուրանալու, արդար պահանջով սաղովի հետնենք այդ պահանջին, այդ հարցին, ու կտեսնակ հաստատ արդյունքը չի ձեզի բանանի, հաստատ արդյունքը մեզի կգոհացնի, գոնե են դավաճանները, ովքեր որ տարան տղեկին մի տուննա, որ սպանդի, մատաղի սեղանին դրին, ստանան իրանց արժանի պատիժը, որ հետի կլնի մեր կողմից հենց մեր տղեկին չդավաճանելն ու չուրանալը։ Ժամանակ ունեք մտածելու, հաջորդ քարորյային հեսա ճշտեմ հետո կասեմ, օրեր են, երկու շաբաթ պամոմու հետո է, այս առաջի քարորյայից հետո երկու շաբաթ հետո է, էլի նույն տեղում, նույն վայրում, ազգային ժողովի մոտ, նույն պահանջով, պահանջում են 44 օրյա քննիչ հանձնաժողովի նյութերի ամբողջական հրապարակում, բացառությամբ կարան մենակ չհրապարակեն են, ինչը որ կապված է զինտեխնիկայի հետ, որը որ ասում ենք արա չթույլատրվելի լինի կամ թույլատրվեն զինտեխնիկայի հետ, իսկ մնացածը ձերից ծեր չեմ ուզում հատիկ ասեմ, քանի որ երկար ցանկ կներկայացնեմ, ինչեր պետք է արվեր ու չի արվել։ Մնաք բարով, հուսով եմ շատ շուտով, շատ մեծ կազմով կհանդիպենք իրար, հարց չունենք, ունենք մի հատ հարց, այդ հարցի հետևից եթում ենք մինչև վերջ։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, բարի գիշեր եմ բոլորիդ մաղթում։